Տեխնոլոգիայի շնորհիվ համակարգիչները սովորեցին տպել դիզայնը այնպես, ինչպես տեսնում էր դիզայները, սակայն մինչ այդ, ինչ տեսնում էին էկրանին, չէր համապատասխանում տպված տարբերակին։ Սա դիզայն չէ, սա հոգեբանություն է։ 1972 թվականին Adobe ստեղծեց PostScript-ը, որի մասին մարդկանց մեծամասնությունը չգիտի։ Այն ստեղծվեց ընդամենը մեկ պարզ նկար մշակելու համար, որը լայն խնդիրներ էր առաջացնում տպագրության ժամանակ։ Adobe-ն լուծեց այդ խնդիրը։ 1990 թվականին ծնվեց Photoshop-ը, որը նախատեսված էր ընդամենը մեկ լուսանկար շտկելու համար։ Իսկ այսօր մենք այլևս չենք ասում խմբագրի նկարը։ Մենք ասում ենք Photoshop-արա։ Սակայն Adobe-ի ամենամեծ ուժը ծրագրերը չեն։ Նրանք այնպես են կառուցել ամբողջ էկոհամակարգը, որ Illustrator-ը, Photoshop-ը, Premiere Pro եւ մնացած բոլոր ծրագրերը աշխատում են որպես մեկ համակարգ։ Դու չես փոխում ծրագիրը, դու շարունակում ես ստեղծագործել։ Հենց այդ պատճառով միլիոնավոր օգտատերեր ամեն օր բացում են Adobe-ին նույնիսկ առանց մտածելու, որովհետև լավ գործիքը քեզ չի ստիպում մտածել իր մասին։ Թող գործիքն է քեզ համար դառնում անտեսանելի եւ թույլ տալիս կենտրոնալ գաղափարի վրա, գրի մեկնաբանություններում։